Պողոս Սարաքյալի առաջին թուղթը Տիմոթեոսին, գլուխ 6. Ծառաներ, բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, նրանցից յուրաքանչյուրը թող իր տերերին պատվի արժանի համարի, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը չանարգվի։ Իսկ նրանք, որ հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարեն, որ նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալներ են և սիրելի եղբայրներ, որոնք հանձն են առել բարերարությունը։ Սուտ վարդապետներ, այս բանն ուսուցանիր և հորդորիր, իսկ եթե մեկն այլ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին և այն վարդապետությանը, որ աստվածապաշտության համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտե, այլ բռնված է հակառակության խոսքեր և խնդիրներ առաջացնելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիվ, հայհոյություններ, չար կասկածներ, խարդախություններ, մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու այդպիսիներից հեռու պահիր քեզ։ Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել։ Այլ ունենք կերակուր և հանդերձներ և դրանցով էլ բավականանք, իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ։ Անձնական հանձնարարություններ։ Իսկ դու, ով մարդ Աստծու, փախիր այդ բաներից և գնա արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության ետևից։ Հավատի բարի մարտը մղիր և պինդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր, և բարի դավանությունը դավանեցիր բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու ներկայությամբ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դավանությունը, որ դու պահես պատվիրանը անբիծ, անարատ, մինչև հայտնությունը Հիսուս Քրիստոսի, որին իր ժամանակում հայտնի պիտի անի երանելին և միաքզորը, թագավորների թագավորը և տերերի Տերը, նա, որ միայն ինքն ունի անմահությունը և բնակվում է անմատչելի լույսի մեջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել, նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։ Հորդոր հարուստներին։ Այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար։ Պատվիրիր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսեր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել, իրենց համար բարի հիմք դնելով հանդերձյալում, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։ Ով Տիմոթեոս, պահիր ավանդը, հեռու մնալով պիղծ և նորահնար խոսքերից, հակառակությունից և խաբեբատիր գիտությունից, որը ոմանք հանձն առնելով շեղվեցին հավատից։ Շնորհ քեզ հետ։